Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր, միևնույն ժամանակ առեղծվածային, սարսափելի թեմայի մասին։ Ով է էքստրասենսը, միջնորդ չարի միջև, թե բարություն սփռող, թուղթուգիր, չարաճք և անեծք, ինչպես հեռու մնալ այդ ամենից և ինչպես ձերբազատվել այդ ամենից։ Այս և այլ կարևոր հարցերի մասին այսօր խոսելու եմ էքստրասենս բուսաբույժ Կարեն Եմենջյանի հետ։ Մնացեք մեզ հետ, նա բացահայտելու է ամեն բան։ Շատ են հետապնդել, թե ներքին գործերի նախարարությունը, թե պետանվտանգության կոմիտեն, ամեն կերպ ստիպելով, որ ես իրենց հետ համագործակցեմ։ Հարցից հստակ պատասխանեք։ Ինչն էր պատճառը, որ ընկել էին ձեր հետևից։ Ինձ զգուշացնում, որ հասկանում ես, կարող է նույնպես ստացվի, որ հանկարծ մեքենայի տակ ընկնես մահանաս։ Ձեզ կապում են և ասում են հակաքրիստոս։ Ինձ ընդունել են նաև հրեական հավատքը, կոնկրետ ռավին, որը օրհնեց ինձ այդ աշխատանքին։ Ասում են, որ էքստրասենսները զբաղվում են չար գործով։ Ամենացածր կեղտոտ ճանապարհը, որ դու կարող ես սատանայի հետ պայմանագիր կնքես։ Եթե նա հավատք չունի, նա շարլատան է։ Աստվածաշունչ կարդալը թուղթուգրից չի ազատի։ Աղոթքներ կարդալը, այո, կօգնի, քանի որ Հայաստանում գիրք հանդողների բանակ է ստեղծվել, իրենց բարձի մեջ գիր էին անում։ Եթե տենց մի բան գտել եք, ոչ մի դեպքում չի կարելի այրել։ Ինքը ուժը 2 անգամ կավելացնի։ Բարև ձեզ, պարոն Եմենջյան։ Բարի տեսանք։ Հետաքրքիր թեմա ենք ընտրել և վստահ եմ, որ այդ ամենը ձեր մասնագիտության և ձեր հիմնական գործունեության շրջանակում է։ Պարոն Եմենջյան, ձեզ շատ են մեղադրում էքստրասենս լինելու մեջ, ձեզ ասում են նաև, որ ձեր գործը հակաքրիստոնեական է, այդպես է։ Սկսենք հետևյալից, թեմաները, որ շոշափեցիք, ինչի մասին պետք է խոսանք, շատ լայն են։ Ես կփորձեմ շատ կրճատ ասեմ, բայց այդ կրճատությունը կթողնի ինչ-որ անհասկանալի մի շարք թեմաները։ Փորձենք, եթե ապագայում հետաքրքիր կլինի, ես կարծում եմ դիմենք ուղղակի մեր հեռուստադիտողներին, եթե իրանց այդ թեման կհետաքրքրի, ավելի խորացնենք, ավելի բացահայտենք այս բոլորը։ Սկսեմ ինձանից, մի քիչ գլուխ կովամ, ասենց ասենք, որտեղ ես ոչ մենակ էքստրասենսով և բուսաբուժությամբ եմ զբաղված, ես ունեմ ծանր չգունքի վարպետի կոչում, ես գիտեմ 40 տարբեր դպրոցներ բժշկելու, որը աշխարհով մեկ պտտել եմ, որոնց մեջ ունենց հազվադեպ բաները, ոնց որ չուչին, ոնց որ չգունք և նմանատիպ ուսմունքները 40-ից ավել են։ Նաև զբաղվել եմ հոգևոր զարգացման ուսումնասիրությամբ և այդ առիթով մի շարք պետություններում գնացել սովորել եմ։ Ինչ բան է էքստրասենս, ուրեմն եկեք հասկանանք ինչ է դա նշանակում, որովհետև վերջի 30 տարվա աղավաղված հասկացողությունների շնորհիվ մարդիկ ստացել են մի այսպիսի ոնց որ պրոտոտիպ մտածելու, թե էքստրասենսը դա համ պայծառատես է, համ կասկագուշակ է, համ, չգիտեմ, տարոտով, կարտաներով նայելով և նմանատիպ մի շարք բաներ, բոլորը մտցրել են էքստրասենսերի ճաշի մեջ։ Պետք է ասեմ, որ այդպես չի։ Ես մոտավորապես հիշում եմ, երբ 90-ականներին, 80-ականներին մարդը ուներ էքստրասենսոր հատկություններ, մարդու մեծ հարգանքով էին մոտենում։ Ինչ բան է դա, սկսենք հետևյալից։ Էքստրասենս մարդիկ կան, որոնք ունեն դա իծն է, շատերը ասում են տվացուրիկ, այո, կա և այդպիսի, բայց կա մեծ բանակ, որոնք իրենց վերագրում են, թե իրենք Աստծուց ստացան սա և այլը, և այլը, և այլը։ Էքստրասենս անպայման չի այդ բոլորը ունենա։ Մի բան էլ ասեմ, եթե դա էքստրասենս է և զբաղվում է բժշկությամբ նաև, եթե նա հավատք չունի, նա շարլատան է։ Առանց հավատք այս մարդը չի կարող նման քայլեր անել։ Հավատք առ Աստված։ Եթե նա չունի դա,
սուտ է, այտենց էքստրասենսից կամ կենսաբույժից, ասենց ասենք հայերենով, պետք է ինչքան կարելի է հեռու գնալ։ Դուք քրիստոնյա եք, պարոն Իմեջյան։ Այո։ Դուք ընդունում եք Քրիստոսի ուսմունքը։ Այո։ Ապա հարցը ո՞րն է, որ ձեզ կապում են եւ ասում են հակա Քրիստոս։ Շատ բարձ պատճառով։ Ինչ որ ժամանակ հոգեվորականները ընդունեցին, որ սա տարածեցին, որ սա սատանայական է, աստվածային չէ եւ այլն, եւ մարդիկ ուղղակի թութակի պես առանց հասկանալու, առանց փորձելու իմանալ ինչը ինչոց է, մեկը մեկին ասելով սկսեցին դա կրկնել։ Այո, կա նոր կտակարանում կա, որ նշվում է, որ մոգությամբ զբաղվող մարդիկ, որ մարդիկ, ովքեր սև գրքերով է զբաղված եւ այլն, այդ բոլորը համարվում են բացասականի ուժի տակ։ Դուք սև գրքերով չեք զբաղվում։ Բայց ոչ միտեղ նշած չի, որ մարդը եթե կարողանում է բժշկել, դա սխալ է, ավելին ասեմ։ Վերցնենք առաջի, եթե վերցնում ենք, ասենք նոր կտակարանը, առաջի կտակարանը, ապա այնտեղ կկարդակ, որ գրված է, որ այն մարդը, որ ընդունեց իմ հավատքը եւ կնքված եղավ, նա կստանա հատկություն, ոչ մի իրեն, ասենք թունավոր կենթանի չի խայթի, եթե խայթել նա չի մահանա եւ կստանա նա շնորհք ձեռքերը դնելու բժշկելու։ Գնում եք ամենավերջի ավետարանը, ասվում է, որ Հիսուսը ասում է, որ եթե դուք ընդունեք իմ հավատքը եւ իմ մկրտությունը, ապա դուք ավելի մեծ հրաշքներ կանեք, քան ես։ Չգիտես ինչու այն մարդիկ, որ մի բուղազի բղավում են, թե այս սենց է, մենք քրիստոնյա ենք, մենք հաղոթենք, դուք գոնե կարդացել եք նոր կտակարանը, Հիսուսի խոսքը կարդացել եք։ Ես չեմ ասի, որ ես շատ բարձր հավատացյալ, ես կուզենամ այն բակարդակի լինեմ հավատացյալ, ինչպեսին կուզենայի, բայց այն, որ ես առանց հավատ չեմ աշխատում, դա փաստ է։ Դրան գումարած ասեմ ձեզ մի բան։ Ես հիմա պատրաստվում եմ, որ վերադարձա Հայաստան, նպատակներիցս մեկը դա Աֆոն կղզին գնալն է, ամենալուրջ հոգևոր կենտրոններից մեկը աշխարհում, քրիստոնյա հոգևոր, տարբեր այնտեղ կան ուղղափառ եւ այլ, բայց քրիստոնյա։ Ես շատ եմ եղել տմանատիպ կետերում, ավելին ասեմ, իմ աշխատանքը, երբ որ ես սկսել եմ աշխատել, ես օրտնանք եմ ստացել ուղղափառ եկեղեցու կողմից, ես ստացել եմ կաթոլիկ եկեղեցի կողմից, ստացել եմ ամենադոգմատիկ անհավատ, զարմանալի բան ստացվեց դա, բայց եղել է ինձ ընդունել նաև հրեական հավատքը, կոնկրետ ռավին, որը օրհնեց ինձ այդ աշխատանքին։ Եթե այս բոլորը ես չունենայի, պարզի որ այս բոլորը չէին անելու, բայց կան շատ մարդիկ, որոնք իրենց վերագրում են, թե իրանք էքստրասենս են, բժշկող են, եսիմ ինչ եմ։ Ես ձեզ ասեմ, ժամանակին, երբ որ ստեղծվեց խորհրդային տարիների վերջի տարիներում էքստրասենսերի համամիութենական ասոցիացիան, որի նախագահի տեղակալը ես էի, գրանցված էր մոտ 50,000 էքստրասենս ամբողջ խորհրդային միությունից։ Պարզա դա բոլորը չէր, որտեղ շատերը վախենում էին, ավելին ասեմ, խորհրդային տարիներին շատ են հետապնդել, թե ներքին գործերի նախարարությունը, թե պետանվտանգության կոմիտեն, ամեն կերպ ստիպելով, որ ես պետք է իրենց հետ համագործակցեմ։ Ու հարցեր էր դրվում, որ աշխատանք չունեի, նենց էին անում, որ աշխատանք չընդունեն, այն ժամանակ կար առաջի բաժին, ամեն աշխատանքի տեղում հենց լրացնում էի տանում էի, չէին ընդունում աշխատանքի, որտեղ հրահանգ կար, որ չօգնեն, ավելին ինձ զգուշացնում, որ հասկանում ես, կարող է նույնպես ստացվի, որ հանկարծ մեքենայի տակ կընկնես մահանաս, կամ անհասկանալի մի գործ կստացվի, կգնաս բանտ կընկնես, երբ դուրս կգաս հայտնի չի։ Մի խոսքով, սա էական չի, 10 տարի այդպես հոգիս կերան, ասենց ասեմ։ Բայց այդ բոլորով հանդերձ, ասում եմ, տվյալ հոգևոր կենտրոնները ընդունել են իմ աշխատանքը, ավելին ասեմ, ի զարմանքս բոլորի, որովհետև ես նաև ունեմ իմ դպրոցը ստեղծած եւ այդ դպրոցը ավելի քան 32,000 մարդ է ավարտել։ Եվ ի զարմանքս ձեզ ես ունեցել եմ մոտավորապես 30-ից 50 հոգի հոգևորականներ, որոնք եկել են սովորել են այդ ուսմունքը։ Շատ բարի, հարցից հստակ պատասխանեք։ Ինչն էր պատճառը, որ ընկել էին ձեր հետևից։ Խորհրդային տարիներին այսպես էր, եթե մարդը ինչ որ հատուկ հատկություններ ուներ, պարտադրվում էր, որ նա պտեսկի համագործակցի
համապատասխան ծառայություններում։ Ու մարդիկ միջև անգամ այն ժամանակ ովքեր ունեն sense հատկություններ, փորձում էին լռել։ Ես 14 տարեկանից սկսել եմ այս գործով զբաղվել, շատ հանկարծակի հայտնաբերվեց այս բոլորը, բայց ես հիշում եմ, որ միջև 28-29 տարեկան միշտ անգամ ծնողները չգիտեն, որ ես այդ հարցով եմ զբաղվում։ Մի անգամ մենակ մայրս զարմացած եղավ, որտեղ մորս մոտ սկսվել էր աղերի կուտակում, չէր կարողանում քայլել, մենք ձեռքերով բռնում էինք, հայրս եւ ես բարձրացնում ենք, նոր գնում էր քայլելով, բայց նստել վերկանալ չէր կարող։ Եվ առաջի անգամ, ասենք ասենք, բացահայտելու համար 7 անգամ աշխատեցի, մայրս միջև կյանքի վերջը քայլեց։ Չէինք ձեն հանում, որովհետև ասում, հետո մի բան էլ բարդություն կար։ Կա ամենապրիմիտիվ հասարակ աշխատաձևերը։ Շատերը կա ձեռքը կբռնեն, բան ասես կդնեն, կասեն հա լավ էր օգնեց, բայց ուսմունք ունի մի քանի բան, նախ ոնց պիտի լիցքավորվես, ոնց պիտի անես, որ դիմացի հիվանդից չհավաքես իր բացասական էներգիան քո մեջ, հակառակ դեպքում դու ոչ մենակ ինքդ կարաս հիվանդանալ, այլ կարող ես մեկի հիվանդությունը տեղափոխես մեկ ուրիշի վրա։ Այսինքն սա լուրջ գիտություն է, որ արդեն 5000 տարի գոյություն ունի մոլորակում։ Ինչի այդպես արվում, դե եթե վերցնենք, որ գոյություններ, հենց հասկացողություններ, որը ինկվիզիցիա եւ նմանատիպ բաներ, ոչ մի անգամ հոգևոր աշխարհի, եկեղեցական աշխարհին ձեռք չէր տալի, որ ինչ-որ մեկը լավ նմանատիպ ինչ-որ բան ունենա եւ դա ասի, որտեղ այդ դեպքում մարդիկ ձգվում էին իր հետևից։ Իրականում ես համարում եմ, եթե հոգևորական իսկապես բարձր հոգևորական է, ճիշտ հոգևորական է, նա ինքը պետք է այնպես լինի, օրհնված եւ համհավատքով լցված, որ ինքը ձեռքը դնի մեկի վրա պետք է բժշկի։ Եվ ոչ թե ողանում է դրան հերկի։ Ես կարծում եմ հենց պատճառը նա է, որ իրեն ձեռք չի տալիս, որ իրենք չեն անում, իսկ մեկը անում է։ Երբևէ հայ հոգևորականի հետ հանդիպել եք։ Այո, ունեցել եմ շատ լավ ընկերներ, հիմա էլ ունեմ։ Չեմ ասի, որ մենք շատ ունենք լավ հոգևորական, իսկապես հոգևոր մարդիկ, բայց ես մոտավորապես 30-40 տարի հետները շփվում եմ, ավելին շատ եմ իրենց երախտապարտ, որտեվ հավատի շատ էջեր, որ դժվար է հասկանալ, իրանք են ինձ օգնել բացատրել, բացի դրանից մեկ էլ զանգահարում էին, ասում են կարեն հետաքրքիր գիրք ենք թե, կամ բուժումներ են, կամ բան, կամ ինչ-որ տես մի բան, հայկական արի տես ինչ է, գնում էին այդ հետաքրքիր էր բան, ասենք այդ ձևի ինձ շատ Նրանք ձեզ այդ սկզբնական շրջանում չեն մեղադրել, դատապարտել։ Ոչ։ Չեն ասել, որ օրինակ սա այն ինչ որ դուք անում եք, ինչով զբաղված եք, հակասում է մեր դավանանքին։ Այդ ժամանակ, երբ որ ես սկսել էի երկար ժամանակ հոգևորականների հետ կապ էի, այդ ալիքը չկար, որ սրանք սևից են, սրանք սատանայական են, բան, հակառակը մեջ արգանքով էին մոտենում այն ժամանակ։ Հետո ասում ես հիշում եմ, որ հոգևորականներից մեկը մեծ դժվարությամբ ճարեց ձեռագիր գիրքերը, եթե չեմ սխալվում, մոտ այս հաստության, դա մեր վերջի սուրբը որ կար, Գրիգոր Տատևացին, նրա գրված աշխատանքներից, ուրեմն 4 եղանակը ճարեց, բերեց, ես դրանից այն ժամանակ պատճառ հանեցի ու շատ բան ինձ օգնեց այդ գիրքը։ Ես մինչև հիմա էլ շատ գրականություն օգտվում եմ հոգևոր աշխարհի հետ կապված։ Եվ շատ դեպքերում չեմ անում մենակ քրիստոնեության հարցերը։ Ինձ միշտ հետաքրքրում է թե ինչ տարբերություն մուսուլմանների հետ, ինչ տարբերություն բուդդիստների, ես այդ բոլոր ուսմունքները հավատի կամ ասենք աստվածային տրված ինչ որ գրքերը ուսումնասիրում եմ, որտեղ բոլորի մեջ կա մի ընդհանուր։ Եվ եթե մի բան ինչ որ մեկտեղ չես գտնում, տեսնես մի ուրիշից կարող ես դրա ներողություն բացատրագիրը գտնես։ Սա ուսմունք է, անverջ է, սա չունի, որ ես արդեն գիտեմ։ Միշտ կա ինչի մեջ խորանաս։ Պարոն Իմիջյան, որ ասում ենք էքստրասենս կամ մարդ, ով էքստրասենս է եւ ունի որոշակի հատկություններ եւ կարողանում է որոշակի հատկությունները գործի դնելով մարդու մոտ փոփոխություններ մտցնել։ Արդեն էական չի, դրականից բացասականը, թե հակառակը։ Հարցս հետեւյալն է. Էքստրասենսի գործիքները որոնք են։ Բացատրեմ։ Ուրեմն սկսենք էքստրասենս բառը ինքը նշանակում է հատկություն, որը զգում է
սահմանափակ գծից այն կողմ։ Օրինակ եմ բերել, շատ եմ այդ օրինակը բերել, ռադիոընդունիչ։ Գիտեք որ կա։ Գիտեք որ ռադիոալիքներով ենք ընդունում, չէ՞, բայց դուք կարող եք առանց ռադիոընդունիչի լսեք այդ ալիքները։ Ոչ, որտեղ իրանք գտնվում են մեր լսողության այս դիապազոնը որ կա, դրանից ավելի լայն։ Էքստրասենսերը այդ դիապազոնը որ կա, որ մենք տեսնում ենք մեր 5 զգայարաններով, չնայած իրականում, ասեմ ձեզ, զգայարանները մարդու մոտ ավելի քան 40-ն են։ Կարևորագույններն են մենք խոսում այս 5-ը։ Դա նաև որ ինչ որ չափ, օրինակ մենք գիտենք, որ ականջը լսում է 16 Հz-ից մինչև 16000 կհz, 16000 Հz։ Բայց մարդիկ կան էքստրասենսներ, որ լսում են մինչև այդ եւ դրանից վերև։ Այս դեպքում նա համարվում է էքստրասենս, բայց դա էքստրասենսն է, իսկ եթե բուժելու գործիքի մասին ենք խոսում, սա արդեն եղավ կենսաբուժ։ Ուրեմն ինչ է կատարվում։ Ցանկացած բան, ինչ մեր շրջապատում կա, ունի հաճախականություն։ Ամեն ինչը շարժման մեջ է։ Ելնելով հաճախականություն, նա ունի նաև իրեն գույնը։ Երբ որ վերցնում ենք, ասենք, մարդու մոտ ինչ որ առողջական խնդիրներ է սկսվում, եթե տվյալ օրգանը հիվանդացել է, այս հաճախականությունից ինքը իր եղած դուրս է եկել։ Նա ընկել է ընդհանուր օրգանիզմային ընդունված հաճախականությունից դիսոնանսային վիճակում։ Որպեսզի դա շտկվի, լավ կենսաբուժը նախ պետք է իմանա ինչպես մաքրի այդ օրգանը, այդ բացականից, եւ հետո վերականգնի այն հաճախականությունը, որը պետք է աշխատի այս օրգանը։ Երբ որ սա անում ես, օրգանը սկսում է առողջանալ։ Ինչպես մաքրի, պարոն Եմեջյան, խնդրում եմ ավելի մանրամասը ներկայացնել։ Դուք ձեռքով, այո, ձեռքով եք անում դա։ Ոչ, ձեռքով բավոց չեմ աշխատում, որովհետև ինչով եք անում, դա է հետաքրքիր։ Մտքով։ Ասեմ ձեզ, սկզբնական, երբ որ սկսում են մարդիկ դրանով հետաքրքրվել, բան, ասեմ, սա ամբողջությամբ է, աշխատում են ձեռքերով։ Որտեղ ձեռքերը զգում են, որ մասում, ասենք, բացական դաշտ կա, ծակցկոպ է, սառն է, թե ինչ է, օրինակ չարորակի դեպքում, եթե ձեռքը տարար, սառն է։ Սա առաջին նշանը, որ դա չարորակի հետ է աշխատում։ Չարորակ նկատի ունեք ուռուցք։ Այո։ Մնացած տարբեր հիվանդությունները ունեն ալիքների զգացողություն, մրջունների ծակոց եւ այլ։ Մեծ սպեկտր է, դա արդեն պրակտիկ տվյալ մարդը որ զբաղվում է, ինքը արդեն պրակտիկ աշխատանքի ժամանակ սկսում է կողմնորոշվել ինչ հիվանդությունը, ինչ ազդանշան է տալիս։ Եղավ։ Իսկ աշխատանքի ձևը, քանի որ կա վիբրացիաներ, հաճախականություններ, ամեն ինչի մեջ։ Ուրեմն մարդը ունի նույնպես այս բացի դրանից, որ ունի ընդհանուր ամեն օրգանը իրեն հաճախականությունը աշխատող, որը միանում է ընդհանուր մի հատ աշխատող մեխանիզմի մեջ, բարդ է, ծածարակ չի։ Նա ունի 3 կարևորագույն էներգետիկ դաշտերը, դրանք կոչվում են էթերային, աստրալային եւ մենտալ էներգետիկ դաշտերը։ Առաջինը պատասխանում է, ասենք, նրա առողջական հարցերի հետ, ամենացածր մակարդակն է, երկրորդը նաև կապված է նրա հոգևոր աշխարհի հետ, նրա ամբողջ կյանքի անցած ճանապարհի հետ, որը կարելի է կարդալ։ Երրորդը դա մայից հետո գնալ վերև ու տանել այն ինֆորմացիաները, որը ասենք նա հավաքել է այս կյանքի ընթացքում։ Դուք ձեռքերով չեք աշխատում, էքստրասենսներ սովորաբար միտքը կենտրոնացնում եք, միտքը գեներացնում եք, ինչպես եք միտքը, չգիտեմ, հաղորդում, ինչպես եք միտքը կենտրոնացնելով փորձում մարդկանց մոտ հասկանալ ինչ խնդիր կա։ Դա եմ ուզում ավելի մատչելի ձևով բացատրել։ Պրակտիկայի դա գալիս է պրակտիկայից, երբ որ ժամանակ է գալի մտքով աշխատանքը ամենահզորն է։ Ավելի հզոր քան ձեռքերով։ Բայց դա արդեն բավական տարիներ փորձ ունենաս, որով կարողանաս դա անես։ Ներողություն, եթե մտքով աշխատում եք, ընկնում եք մեկ այլ տիրույթ։ Չէ, դեն չէ, հիմա նայեք, տեսեք ինչն է հետաքրքիր։ Մտքով աշխատելու դեպքում կարող ես մի քանի ձևի աշխատես։ Նախևառաջ մի քանի ձևի կարող ես ախտորոշել։ Դու կարող ես մտովին տեսնես օրգանը ինչ վիճակում է իր հաճախականությամբ, իր էներգետիկ դաշտը կամ ուրիշ ձևի ասած աուրան ինչպես է բանանում։ 1. Երկրորդը կարող ես տեսնես զարմանալի է, բայց կա ֆիզիկապես այս օրգանը հիմա ոնց է աշխատում։ Համապատրաստի կարող եք ասել, ինչպեսի աուրա կա այսօր այստեղ, հենց հիմա։ Այստեղ շատ լավ։
Չի կարող Իսկ պատել։ ինչ վերաբերում է ինձ, որտեղ այս սենյակում եթե տեսնում եք սրբի նկարները կան, ծխելիքները աշխատում են, խունկը աշխատում է, իմ մոտ որ աշխատանքի ժամանակ միջդակա օրտնված մոմերը մեղրամոմից կան, այսինքն ես միջև ամեն հիվանդի համար հայրմերը չկարտամ մտածելով իր համար եմ աղոթում, որ իրեն օգնեն։ Միջև դա չանեմ, միջև մոմը չվառվի, միջև խունկը չծխվի, ես չեմ սկսի աշխատել։ Ամեն հիվանդի համար առանձին մոմ, առանձին ծխելիք, առանձին աղոթք։ Բացի դրանից շատ եմ օգտագործում, ու իմ բոլոր աշակերտներն են, իմ ջարուց ասեմ, արտասահմանի աշակերտներն են, համ կարողանում են կարդալ Ներսե Շնորհալու հավատով Խոստովանեմի 24 քարյակը։ Երբ որ ես երկու ընկերներիցս մեկը եկավ եւ տեսավ, որ կուրսին սովորելու ժամանակ գերմանացիք լեհեր էին նստած եւ սկսեցին ասել ավատով Խոստովանիմ եւ Երգիրպակ սնդիր մակուր չեն կարող, բայց ճշմարտ է որ 24 բաները կարդում են ու միջև իրենց խունկը չծխացնեն, մոմը չվառեն, աղոթքը չկարդան, երբեք չեն սկսի օգնել։ Ես հիշեցնեմ մեր հետևորդներին, որ մենք գտնվում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիայում, պարոն Եմեջյանի աշխատասենյակում։ Այստեղ մթնոլորտը եւ աուրան, այսպես ասած, եւ միևնույն ժամանակ հետաքրքիր է եւ միևնույն ժամանակ սարսափեցնող տարրերը պարունակում եւ առեղծվածային է։ Խնդրում եմ ասել նորից Դեռ ես չտեսա սարսափելի բան, ասում եմ։ Ես երևի շատ ավելի զգացական եմ, դրանով է երևի բնավորված։ Ինչպիսի աուրա է տիրում։ Այստեղ ցանկացած տեղ, որտեղ ես աշխատում եմ, նավթի սենյակը մաքրեմ, էներգետիկ մաքրեմ, պետք է այստեղ համապատասխան աղոթքներ կարդացվի, միջև հիվանդ սկսելը, անպայման պետք է ուրեմն նաև ես ունեմ մի շարք պաշտպանողական բաներ, դրանք հատուկ աղոթքներ են, որոնք տեղադրվում են սենյակի մեջ, դրանք պաշտպանությունն են, եւ այդ բոլորից բացի անպայման ամեն աշխատանքից առաջ պետք է մի հատ ես լողանամ, աշխատանքի վերջում պետք է լողանամ, բայց ամեն հիվանդից հետո հատուկ լվացվելու ձևեր կա, որով մաքրում ես քեզ, որպեսզի ոչ մի բան չվերցնես։ Չի կարող պատահի այստեղ բացական լինի, որ ուզենամ էլ, որտեղ այնքան բան է արված, ավելին ասեմ, թե Հայաստանում, թե այստեղ մարդիկ որ մտնում են, հետո ես պետք է խնդրեմ, որ դուրս գան։ Թվացում են ինձ լավ աստեղ, մի քիչ նստենք։ Ես բացասական թե դրական աուրայի կրող եմ, պարոն Եմեջյան։ Այդպես բան չկա բացասական ու դրական, կա ուրեմն դրական եւ մինուսային, այսինքն նայեք ինչ է կատարվում։ Երկու կարևորագույն էներգետիկ դաշտ կա, դրական, բացասական, բայց այս դրական բացասականով ամեն ինչն է մեր շուրջը։ Արեգակ, լուսնյակ, օդ, հող, կրակ, ջուր, տղամարդ, կին եւ այլն։ Դրականը միշտ ինտելեկտուալ էներգիան է, որը նպաստում է որ մարդիկ զարգանան, կարդան, ասենք այն մարդիկ ովքեր զբաղվում են մտավոր աշխատանքով, իրենց մոտ դա շատ բարձր է, բայց այս մյուս էներգիան քիչ է։ Դրա համար եթե ուշադրենք այն մարդիկ ովքեր զբաղված են գաղափարական աշխատանքով, ֆիզիկապես թույլ են։ Եվ հակառակը մինուսայինը դա բժշկող է եւ ուժ տվող է։ Դրա համար այն մարդիկ ով զբաղված են ֆիզիկական գործով, նրանց մոտ ուտելը ավելի հզոր է, ավելի լավ է, ավելի հաղթանդամ, ավելի ակտիվ է բան, բայց ինտելեկտուալ մակարդակը ավելի ցածր է։ Այ համարվում էր, որ մարդիկ գնում էին, մեկուսանում էին, ճգնավորում էին։ Իսկ ասենք ես գիտեմ դպրոց, թե 7 տարի, եթե մարդ այդ բանվոր դպրոցով աշխատում է, նա կարող է ստանալ մարգարեի մակարդակ։ Բայց այնտեղ խիստ կար մեկն է, մյուսն է, երբ որ ես էներգիաների չափը հավասարացնում ես, մարդը գտնվում է իդեալական վիճակում։ Այսինքն հիմնականում ձեզ մոտ գալիս են այն մարդիկ, որոնք այդ հավասարակշռությունը խախտել են կամ փորձում են։ Ամենահասարակ պրիմիտիվ ձևը, այդտեսեք այս մարմինը եթե կիսենք, այս կողմը մինուսային էներգիան է, այս կողմը պլյուսային։ Շատ դեպքերում միջև անգամ այս երկուսը, եթե հավասարաչափ չեն դիսբալանսից ընկած են, մարդը արդեն կարող է հիվանդանալ։ Իսկ պատճառներից, ասենք ձեզ ասեմ, չընդունել ուրիշի սխալը, չընդունել ներել, նյարդային լինել, շատ դեպքերում չպատասխանել մարդուն եւ կուլ տալ,
Սրանք առաջնային բաներն են, որից մարդը կարող է արդեն սկսի վատը զգալ։ Բացասական մտածելակերպը, մարդիկ կան, որ ինչ մտածում է, դրական էլ մի բան ասեց, երկրորդ քայլը հա, բայց ընդեղ ախր սենսա, հավաքեց բացասական ուժեղացրեց իրան մեջ։ Եղավ։ Կան մարդիկ էլ, որոնք պարբերաբար են ասում, դե ես գիտեի, որ իմ մոտ չէր ստացվելու։ Կան մարդիկ, որոնք ասում են 100%-անոց լինող բան չէր մնացել, որ ստացվեր, բայց էլի չստացվեց։ Անընդհատ հաջողությունը, երբ պետք է հասնի իր վերջնական համալրմանը, խաթարվում է։ Երկու պատճառ կան։ Մեկը, եթե մարդը նրա վրա կա արած աշխատանք, բացասական աշխատանք, դա կոչվում է կապ։ Եթե կապ է արած, կգնա, վերջում չի ստացվի, սա մի դեպք է, բայց կա ունի մյուս ավելի հասարակ բանը։ Տեսեք ինչ է ստացվում։ Մարդկանց հայերի մոտ դաստիարակությունը, որը ես համարում եմ երևույթ, ոչ մեկս նորմալ դաստիարակություն չենք ստանում։ Մենք կոմպլեքսների հավաքածու ենք ստանում կյանքում։ Ու տեսեք, մարդիկ կան, որոնք ինչ են անում։ Մարդիկ կան, որ ամաչում են ասեն ոչ։ Այդպես են դաստիարակվել։ Մենք ինչ-որ մեկը գալիս է ինչ-որ բան խնդրում, ամաչում է ասել ոչ։ Եվ փոխարեն ենք իրան տանջելով, քթից դուրս գալով, ամաչել է, որ չի ասել, այդ գործը կանի կտա։ Համար առաջի սխալը, երկրորդ սխալը։ Մարդը ուզում է գործ սկսի, հայերի մոտ ընդունված է, չգիտես ինչի, մի հատ ընկերների հետ, ծանոթների հետ խորհրդակցի, ինչ է ուզում սկսի։ Չի ստացվի, ասեմ ինչու համար։ Ցանկացած միտք, իսկ միտքը կարող է մատերիալիզացվել։ Ցանկացած միտք, որ դու որոշել ես, ասենք, սա պետք է արտադրես, ուզում ես այս գործը սկսես, չէ՞։ Եթե սա ինչ որ էներգիայի մի մասնիկ է, որը դու ստեղծել ես քո մտածելակերպով։ Հիմա դու հանդիպում ես Գագիկին, ասում ես, Գագիկ, գիտես, սենց գործ եմ ուզում բռնեմ, բան սենց, ինչ կարծիքի ես։ Ամենքը փորձում է անպայման լսել կարծիք։ Ինչքան պատմում է, այս էներգետիկ գծիկից մի կտոր բաժանում է։ Վերջում մնում է միայն գաղափարը։ Ու այդ դեպքում ինքը ասենք ասում, հա, դե էսի լավ, հələ տեսնանք, հələ բայց այնտեղ մի հատ հետաքրքիր բան կա, հələ էդի նայեմ։ Ուսեն մեկը մյուսի հետևից քնում է, ասենք չի ստացվում։ Պարոն Հիմեջյան, հաճախ մենք մեզ անվանում ենք անհաջողակ։ Ու մտածում ենք, որ մենք ի սկզբանե չենք ունեցել այդ հաջողությունը։ Մենք երջանիկ աստղի տակ չենք ծնվել։ Մենք ապրում ենք մեր կյանքը մինչև հիմա եւ ասում ենք, որ բոլոր հաջողությունները, որ տրված են եղել մեզ, մենք չենք կարողացել իրագործել մեր ապաշտորության պատճառով։ Սա ինչ է։ Սա քննադատություն է, սա անձի խարազանություն է, սա ինչ է։ Սխալ դաստիարակություն։ Ասեմ ինչու համար։ Մեր մոտ շատ դեպքերում շատ բաներ վախ են մտցնում մեր մեջ, սա չի կարելի, նա չի կարելի, այսպես պետք է անես, այնպես պետք է անես։ Մարդը ինքը ինչ ունի մեջը, ամեն մարդ անհատ է ու կրկնվող չի։ Այդ բոլորը բերում ենք մի հատ ընդհանուրի տակ ենք դնում։ Եվ հիմա ինչ է կատարում։ Պատկերացրեք, երեխան հիվանդացավ։ Ինչ որ մի լուրջ հիվանդություն է սկսել։ Ծնողները խոսում են, որ այ սրա հետ, նրա հետ կիսվելով, գիտեք ինչ կա, երեխան հիվանդ է, բան տի ուշադիր լինենք, մոռանալով, որ դա ասում են մշտական երեխայի մոտ։ Երեխան սկսում է գիտակցել, որ ինքը լիարժեք չի, ինչ որ բան պակաս է։ Այս լիարժեքություն պակասը ստիպում է, որ շրջապատը երեխեքի մեջ նրանք ուրախանան, բանեն, սա ձենը կտրի։ Մի հատ իր վրա բղավեն, ինքը խեղճանա։ Այդ մարդը մեծանում է այտենց։ Դառնում է հասուն մարդ, բայց ամեն ինչ մեջը փակա, ինքը երեխա ժամանակից հասկանում է, որ իր մոտ ինչ որ բան այն չի, պակաս է ու անհաջողակ է։ Սուտ է, անհաջողակ մարդ չկա։ Սա հարցն է անում, թե ոնց կանես։ Օրինակ բերեմ ձեզ, չեմ ուզում փետուրների մեջ աճեմ, բայց իմ 4 երեխաներին ես երբեք նմանատիպ հարցեր չեմ տվել, որ գիտեք ոնց եմ մեծացրել։ Փոքր է, բայց մարդ է։ Իմ երեխաները ինձ շատ բան են սովորեցրել։
Ես իրենց լսում եի, ոչ թե sense կանես, նենց որտեվ ես պապատ եմ, ես լավ գիտեմ, ես քո վատը չեմ ուզում, մեր կլասիկան է։ Ես հակառակը երեխեք մի բան են ուզում, ան գալիս են պապա sense, ասում երեխեք ջան, ես sense կանեի։ Ոնց կուզեք, դուք արեք։ Ընտրությունը ձերն է։ Եվ միջև հիմա ով տեսնում, ասենք ես ոնց եմ շփվում իմ երեխաներ, զարմանում ասում, անհասկանալի է։ Ու ամեն մեկը անհատադառ է, ամեն մեկը իր ճանապարհն է ընտրել, ամեն մեկը շարունակում է զարգանալ, խորանալ։ Օդից եմ ասում թվեր, փոքրիկ աղջիկս այսօր Լեհաստանում մի շատ մեծ ֆիրմայի, որը զբաղվում է եվրոպական հարցերով, այսօր դառել է նրա կենտրոնական դիրեկտորը։ 24 տարեկան երեխա է։ Մեծ տղաս 3 ինստիտուտ ավարտել։ Հիմա ունեն իրանց ֆիրման, իրանց կնոջ հետ աշխատում են։ Մեծ աղջիկս 2 ինստիտուտ ավարտել, հիմա ինքնուրույն աշխատում է։ Փոքր տղաս 3 ինստիտուտ ավարտեց, մագիստրատուրա բանարեց, հիմա խնդրում է նույն ինստիտուտը, որ գա այնտեղ պաշտպանի որպես դոկտորական, որտեղ այն թեման, որ ինքը խոսում է, մոլորակյուրա 2-3 հոգի ունեն։ Ամեն ինչ մենակ նրա համար, որ երբեք չեմ ասի սենց արա։ Ես կողքից օգնում եմ։ Մեր մոտ սա բացակայում է։ Ու մի բան էլ ասեմ, շեղվել եմ թեմայից։ Այն որ հայ ընտանիքները մեծամասնությամբ քանդվում են, պատճառը դա է։ Գիտեք ինձ մոտ ինչքան են գալի, որ ամուսիններ, երիտասարդ ամուսիններ դիբաժան, որովհետև իմ մամաս ասում է չի լսում, իմ պապաս ասում է չի լսում, չեն հասկանում այդ մարդիկ, որ եթե իրենք ընտանիք են ստեղծել, առանձին օղակ են։ Կարող են ծնողներով զբաղվեն, ծնողներին խորհուրդ հարցնել, բայց նա չէ որ ծնողը ասեց պետք է լինի։ Ես մարդիկ գիտեմ, որ զանգեր տալի ասում են, մամա այսօր ինչ ճաշակ եմ մարդից համար։ Ստեղից գալիս անհաջողության սկզբերը։ Պարոն Եմեջյան, հիվանդությունները ինչի համար են։ Ես որ ասեմ կարող է ծիծաղեք ինձ վրա, բայց ես վերջերս համոզվել եմ, որ հիվանդություն հասկացողություն չկա։ Մեզ սովորացրել են հիվանդություն ընդունել եւ տառապել հիվանդությունով։ Ոնց շատ տարօրինակ բան եմ ասում, բայց սա ասելու համար լուրջ ինքեր ունեմ։ Չէ, եթե տեսնում ենք կոնկրետ որևէ օրգան ախտահարված է։ Սա կոնկրետ փաստ չէ։ Ամեն ինչ գալիս է նրան, գիտեք ինչ կա, ես չեմ ճանաչում մի կենթանի, որը ուտում է սաղքյանք ու ախտահարված է ու պետք է տիգնա սկսի իր օրգանիզմը մաքրել։ Ճիշտ է։ Ուրեմն չեն կարծում, որ մարդու մոտ է տեղ։ Մարդը նենց մի էակ է, գիտեք, ամեն ինչին կարող է հարմարվի։ Իր օրգանիզմը ամեն ինչ կարող է փոխել, տրանսֆորմացիայի ենթարկի, ինքնուրույն մաքրել։ Ամենապրիմիտիվ ձեզ մաքրելու ձևն եմ ասում, որը երբեք չի մտածում։ Եթե մարդը լուծ է ստանում, ապալտապալ վազում ենք դեղ խմենք կանգնացնենք։ Սա այն կետն է, որ օրգանիզմը արդեն կեղտ այնքան է հավաքել, որ ինքը անցնում է ինքնամաքրման։ Իսկ մենք փոխանակ թողենք, որ դա մաքրվի դուրս գա, վազում ենք հաբ ենք վերցնում։ Հիվանդությունները առհասարակ ինչի համար են։ Վերջերս մի շատ հետաքրքիր ինֆորմացիա եղավ 53 կարծեմ թե 4 թվականին ռուս գիտնականներ ուսումնասիրելով DNT-ն, ես կարծեմ ասել եմ ձեզ սա, DNT-ն ուսումնասիրելով հայտնաբերել են, որ մարդը կարող է ապրել 350-ից մինչև 850 տարի, բայց չես իմանում ինչ որ ձևով մեջ արհեստականորեն ավելացած կան 4 DNT-ի շերտեր, որի շնորհիվ դրված է ծրագրավորում, որ մարդը ապրի մինչև 120 տարի։ Այսինքն ազդելով DNT-ի վրա մարդու կյանքի արագությունն են կրճատել են։ Դա արվել է մոտավորապես 12000 տարի առաջ։ Ինչ որ մեկը, ինչ որ բարձր տեխնոլոգիաները իմացած, ես չեմ համարում, որ դա մեր քաղաքակրթության ինչ որ շնորհիվ կամ դա այլ քաղաքակրթությունն է խառնվել մեջտեղ կամ նախկին ցիվիլիզացիաները, որ բնակվել են այս մոլորակի վրա, եւ այդ ժամանակ արդեն մարդեյակը գոյություններ ինչ որ ձևով նշանակեցին, որոշեցին, որ դա բավական է։ Դրա համար նաեւ ծնվեցին հիվանդություններ հասկացողությունը։ Հիվանդությունները երբ առաջանում են մարդու մոտ, դրանք ազդակներ են տիեզերքից։ Ոչ։
Ապա ամեն ինչ պատրաստած է այստեղ։ Այս բոլորի տակ մի բան կա։ Մեզ փոքր ժամանակվանից սովորացնում են ու պատրաստում են, որ հիվանդ լինենք։ Երեխան մի փոքր միջոր բան, վայ երեխան շուտ հագցրեք չմրսի։ Ու երեխան հասկանում որ կարա մրսի, դա հիվանդություն է։ Ստեղից է սկսվում։ Ավելին, երեխայի մոտ ասենք այդ նույն ձևի, ասում են, վայ ընկավ երեխան շուտ անի, բան ճակատը ցավ, հիվանդություն հասկացողությունը փոքր ժամանակվանից արդեն մենք ներշնչում ենք երեխային, որ դա կա։ Շատ բարի։ Խոսեցինք ով է էքստրասենսը, մոտավոր հասկացանք ինչ հատկություններ ունի եւ ինչով է կարողանում աշխատել։ Նո, է շատ կրճատ, շատ պրիմիտիվ, որտեղ թեմաները շատ մեծ են։ Մոտավոր, հիմա շատ հպանցիկ ենք խոսում, հետո առանձին կանդրադառնանք, պարոն Յումեջյան։ Ուզում եմ մեկ այլ տեսակետի մասին է խոսել։ Ասում են, որ էքստրասենսները զբաղվում են չար գործով։ Եկեք հասկանանք, չար գործ ասելը որն է եւ արդյոք էքստրասենսները ունեն մոգերին բնորոշ հատկություն եւ արդյոք մոգերը ունեն էքստրասենսոր հատկություններ։ Ոչ։ Ասեմ ինչու համար։ Բացասական աշխատող էքստրասենսեր հանդիպել եմ։ Դրանք են մարդիկ են, որոնք հավատ չունեն, ու հայտնի չի թե ինքը ինչ ուժով է բժշկում։ Այո, հենց այդ ուժի մասին է խոսքը։ Բացասական ուժը։ Սա կա։ Համար ես շեշտեցի, թե հավատ չունի, հեռու մնացեք այդ մարդկանցից։ Կարող է քեզ առողջացնի, բայց ում ուժով արեց եւ հետո դու ինչ ձևի շատ տարիներ անց մի անգամ կյանքից հետո ոնց դրա համար պարտքատերը լինես, դա արդեն ուրիշ բան է։ Եթե խոսում ենք մոգության մասին, սա շատ մեծ թեմա է, որտեղ մոգությունը ունի 3-4 գլխավոր բաժիններ։ Կա սև մոգություն, որը բաժանվում է 2 կենտրոնական մասի, որոնք իր հերթին բաժանվում են 4 առանձին մասերի։ Հետո կա միջին մոգությունը, որը ասում են գորշ մոգություն, սա այն մարդիկ են, որոնք օրհնում են, եթե ինչ-որ մոգական ձևերով ներազդել են ինչ-որ մարդու առողջական հաջողություն եւ այլն բաների, որոնք մաքրում են, դնում են մի կողմ, օգնում են այս մարդուն, եւ կա սպիտակ մոգությունը, որը էլի բաժանում է 2 մասի։ Այսինքն մոգերի մեջ կան Սա էքստրասենսերի հետ ոչ մի կապ չունի։ Լավ, մի հարցեր տամ, այդ թեմային առանձին կանդրադառնանք։ Այսինքն մոգության մեջ կան զբաղվողներ, որոնք զբաղվում են եւ բացասական եւ դրական գործով։ Այո։ Այսինքն կարելի է ասել եւ եզրակացնել պարոն Յումեջյան, որ մոգությամբ կարող են զբաղվել եւ չար եւ բարի մարդիկ եւ մոգերը կարող են լինել եւ բարի եւ չար։ Նո, ոչ թե բարի եւ չար մարդիկ, այլ ամեն մեկը ընտրում է իր ճանապարհը, սա սովորելու ճանապարհ է։ Սան են չի, որ ասեն մարդը իցանե ունի այդ հատկությունը։ Ընտրովի է մարդը ուղղակի պետք է սովորի, սա սովորելու ճանապարհ է, նան չի, որ ինչ-որ տրված է կամ չտրված, բայց այնտեղ ասենք տեսեք, հիմա որ շատ թեթև եմ փորձում գտնեմ, չարի մասը որ նայենք, չարի մի մասը կա, որը ասենք դա ժողովրդական գյուղական ձևերն են վնաստալու, կա նաև դեպքեր, որ մինչև կարող է մահացության աշխատանքներ անեն, մեկ ուրիշը դա կախված է արդեն վհուկները, որոնք աշխատում են, երրորդը դա նաև որ գոյություն ունեն մարդիկ, որոնք կապվում են դիվաբանության հետ եւ կարողանում են դիվաբանությամբ ներազդել կամ պահանջել, որ կատարեն այն, ինչ իրենք ուզում են, կա մի ամենացածր կեղտոտ ճանապարհը, որ դու կարող ես սատանայի հետ պայմանագիր կնքես։ Սա արդեն բարձր են, ամենաբանազին վիշի պիլատաժ, որ ասում են, բայց դրան շատ քչերն են կարողանում հասնել, որ այդ ուժով աշխատեն։ Այսինքն ես էսել եմ ասացի մի քանիսը, բայց որ սա հիմա բաժանեմ, էլի կտարածվի։ Եղավ։ Շատ հետաքրքիր է։ Քրիստոսը երբ ծնվեց, մոգերը եկան նրան տեսություն։ Բացատրում եմ, պատասխանում եմ մի անգամից։ Հնում մոգ հասկացողության տակ ընդունում էին
բարձր մակարդակի ուսուցիչ, հետո ժամանակին մոգ հասկացողությունը կամաց փոխվեց եւ ընդունեց այն հասկացողությունը, որը մենք ունենք այսօր։ Այսօր ինչպեսին է։ Այդ երեքը, որ եկել էին, դրանք բարձրագույն ուսուցիչներ էին երեք կողմից, որ եկան։ Նրանք եկան խոնարհվեցին, լինելով ամենաբարձր ուսուցիչներ։ Պարոն Իմեջյան, նաև հպանցիկ անցում անենք, հաղորդման սկզբում նշեցինք այն թեմաները, որոնց յուրաքանչյուրին վերստին կանդրադառնանք ու յուրովի եւ ավելի ընդարձակ կխոսենք։ Միթե իրականություն է թուղթուգիրը ու միթե 21-րդ դարում կարող է իրական լինել։ Հիմա կպատասխանեմ, բայց միանգամից սա կսկսեն, դեն բան չկա, Աստվածաշունչ կարդացեք, ես նաև ասում են, որ Աստվածաշունչ կարդալը թուղթուգիրից չի ազատի։ Աղոթքներ կարդալը, այո, կօգնի, կան հատուկ աղոթքներ եւ այստեղ կարող եմ ասեմ, որ ես հիմա պատրաստել եմ մի գիրք, որը շուտով հրատարակության մեջ դուրս կգա, շատ փոքր քանակով եմ անում, մոտ 500 ոչ ավել, որտեղ գրում են նշանան բացատրություն, ինչ բան է թուղթուգիր, կապ, անեծք, ցեղական անեծք, չարաճք եւ այլն, ինչ ուժ է սա, ինչպես կարելի է ինքնուրույն ախտորոշել մի բան կա արած թե չէ եւ ինչպես կարելի է աղոթքներով այդ բոլորը ինքնուրույն մաքրել։ Եվ ասենք ես այս նպատակը դրել եմ մենակ մի բանի համար, քանի որ Հայաստանում գիրք հանդողների բանակ է ստեղծվել ու մեծ մասը մենակ փող են կորզում, ես այդ գիրքը պատրաստում եմ, որտեղ որ մարդիկ իմանան տենց դեպքերում իրենց ախտորոշեն, իրենց կարողանան օգնել։ Կա եւ աշխատում է, բայց մի բան էլ ասեմ, ես իմ հաղորդումներում շատ եմ ասել, թուղթուգիրը ունի ոչ մենակ բացասական, այլև ունի դրական։ Օրինակ տեսեք շատ-շատեր ասում են հնում ընդունված էր այդ բանը, որ երբ որ ամուսնանում էին, իրենց բարձի մեջ գիր էին անում։ Այս գիրը դրական գիր էր, նշանակում էր, որ իրենք երբեք չվիճեն, մի անկողնում ծերանան եւ։ Հիմա ինչ գտնում առանց հասկանալու այնտեղ գրված է հատուկ լեզվով, հələ չհասկացած սա ինչ ասում, այ գիր են արել, հարապարտապալ բան են անում։ Մի բան էլ ասեմ, ժողովուրդ ջան, հիշեք, եթե տենց մի բան գտել եք, ոչ մի դեպքում չի կարելի այրել։ Ինքը ուժը երկու անգամ կավելացնի։ Տարեք, գցեք հոսող ջրի մեջ։ Հետո ասում են սկզբից քացախ, հետո հոսող ջուր սուտա։ Միայն տարեք վերցրեք, ցանկալի է ձեռքով չդիպչեք։ Ինչ որ մի իրով վերցրեք։ Դա էներգիա է պարունակում իր մեջ։ Այո, ավելին, եթե թուղթուգիրը եթե չեն քանդում, ինքը կարող է սերունդից սերունդ անցնել։ Օրինակ գոյություն ունի ցեղական անեծքի աշխատանք, նա ասենք խոսքի օրինակի մոտ շատ եղել, ինչ որ պապիկ, ինչ որ ասենք կնոջ հետ սիրահետել է, ունենալով կին բան, բացվել է, պատմություն է դառել, վիճաբանություն է գնացել, ու այս մյուս կողմը անիծել է իր բոլոր ցեղը։ Նայած ինչ էր, օրինակ անիծում էր, որ քո երեխեքդ բախտ չունենան, կամ է քո սերմին ինչքան տղա դուրս գա, սերունդ չտա ձեր ազգանունը կորի, եւ այլն։ Եվ դա աշխատում է սերունդ առ սերունդ։ Ավելին, եթե այդ սերունդի ժամանակ սա չմաքրվեց, երկրորդ սերունդը երկու անգամ ավելի ուժեղանում է, երրորդը ավելի ուժեղանում։ Պարոն Իմեջյան, դա ինչպես է գործում, չէ՞ որ Աստծո գաղափարին դեմ է։ Այո։ Ինչպես է գործում դա։ Դուք մի մոռացեք, որ նաև կա սատանայի ճանապարհը, որը նաև նա զբաղվում է իրեն գործերով։ Բա ինչպես է ստացվում, որ Աստված թույլ է տալիս այդ սատանայի գործը անողները, այսպես ասած, շատանան եւ բարգավաճը։ Ես կասեի դա, բայց կլռեմ, որովհետեւ մեծամասնությունը կամ սա չի հասկանա, կամ ուղղակի ինձ կընդունի, որ ես էլ եմ սատանայական, ես մենակ մի բան կասեմ, այս մոլորակյուրը ամեն ինչ պիտի ունենա բալանսային հավասար վիճակ։ Հասկացողը կհասկանա։ Ինյանի մասին է խոսքը։ Նաև։ Շնորհակալ եմ, պարոն Իմեջյան, շնորհակալ եմ, որ հետաքրքիր զրույց ունեցանք։ Շատ տարբեր թեմաներից խոսեցինք, տարբեր թեմաներ դեռ շատ կան, որոնք առջևում են եւ վստահ եմ եւ միևնույն ժամանակ կարծում եմ, որ հետաքրքիր հանդիպումներ կունենանք այդ թեմաների շուրջ։ Առաջ Աստված։ Պատրաստ եք, բայց դուք ամեն դեպքում։ Այո։
Ավելին, ես միշտ պատրաստ եմ այս թեմաների մեջ խոսել, բացատրել մեր ժողովրդին, որպեսզի անգրագետության մակարդակը չտիրի իրենց ուղեղում, այլ հասկանան ինչի տակ ինչ կա։ Մեր հետևորդներն էլ անհամբեր ձեզ սպասում են եւ տարբեր նամակներ ենք ստանում եւ ուզում են, որ դուք հաճախ հանդես գաք եւ ձեզ լսեն պարզապես։ Եթե ժամանակս ների։ Շնորհակալ եմ։ Ամենայն բարիք։ Այսպեսին էր այսօրվա տեսլականը։ Խոսում էի էքստրասենս բուսաբույժ Կարեն Եմենջյանի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, կհանդիպենք։